Իմ սիրելի ընկերներ, իմ սիրելի հայեր, այսօր կարճ խոսք ունեմ ձեզ ասելու, գիտեք, սովորաբար ես կարճ չեմ խոսում։ Բոլորդ ովքեր ինձ ճանաչում եք անձամբ թե հեռակա, բոլորդ ովքեր ռուս-թուրքական վանդակին եք հետևել, ովքեր հիմա մեր պայքարին են հետևում, բոլորդ ովքեր մարտական եղբայրության գործունեությանն եք հետևում։ Ես ուզում եմ այսօր լուրջ խոսանք ու լուրջ բանի շուրջ պայմանավորվենք։ Այս վերջին 5 տարին բոլորս նույնն ենք ապրում, նույնն ենք զգում, նույնն ենք մտածում, նույնն ենք խոսում։ Բոլորս մեր երկրի վիճակից դժգոհ ենք եւ բոլորս գիտակցում ենք, որ խնդիրը միայն իշխող թիմի քաղաքականությունը չի, խնդիրը ավելի խորն է, խնդիրը ամբողջ քաղաքական դաշտը, խնդիրը համակարգն է, խնդիրը նա է, որ մեզ Հայաստանի քաղաքացիներից այսօր փաստացի զրկել են ընտրությունից, որտեղ եթե ընտրությունը այն է, ինչ որ մեզ առաջարկում են այսօր, այս քաղաքական դաշտում, այս քաղաքական ընտրությունը, դա ընտրություն չի, դա անունով է միայն ընտրություն։ Լավ, բայց որտեղից պետք է գա այդ ընտրությունը։ Ձմեռ պապնա նոր տարում նվեր բերելու, քերինա բարի գալու եւ չգիտեմ դրսից թե ներսից մեզ քաղցրավենիքի տեսքով այդ ընտրությունը նվիրելու։ Իհարկե ոչ, մենք հասուն մարդիկ ենք բոլորս եւ հասկանում ենք, որ այդպես չի լինում։ Մեծերի աշխարհում այդպես չի լինում։ Միակ տարբերակը, միակ ելքը, որը ես գիտեմ եւ վստահ եմ դուք էլ գիտեք, դա քաղաքացիների ինքնակազմակերպումն է, մեր ինքնակազմակերպումը, բոլոր նրանց, ովքեր այսօր ընտրությունից զրկված են զգում իրենց։ Իսկ ես վստահ եմ, դա Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն է։ Նույնիսկ նրանք, ովքեր միգուցե ինչ որ ձևի իրենց համոզել են, որ չէ, լավ է ամեն ինչ, բայց ես գիտեմ, որ հոգու խորքում այդպես չեք զգում դուք, որտեղ ես շատ լավ հիշում եմ, որ նոյեմբերի 9-ին 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ինչ էիք զգում բոլորդ, եւ դուք էլ եթե հիշեք, կհասկանաք, որ հետագայում միգուցե ձեզ համոզել եք, միգուցե ձեզ հիմա թվում է, որ կա ընտրություն, բայց հոգու խորքում դուք էլ գիտեք, որ դուք կուզենայիք, որ լիներ իրական այլընտրանք եւ ոչ թե ուղղակի կուզենայիք, այլ կթեթևանայիք, երբ որ հասկանայիք, որ այդ իրական այլընտրանքը կա, բայց ել եմ ասում, այդ իրական այլընտրանքը երկնքից չի իջնելու։ Մենք դա պետք է ստեղծենք քաղաքացիներով։ Եվ երբ որ ես ասում եմ քաղաքացիներով, նկատի ունեմ հենց քաղաքացիներով, ոչ թե քաղաքական գործիչներով, ոչ թե հայտնիներով, ոչ թե հրապարակային դեմքերով միայն, ոչ թե փորձագետներով, այլ հենց Հայաստանի քաղաքացիներով, մենք ինքներս մեզանով։ Սա է իմ իմացած միակ տարբերակը։ Հիմա մեր առաջ հարց է դրված, շատ պարզ հարց։ Խոսենք, թե գործենք։ Շատերն են գիտեք ասում, հերիք է խոսեք, եկեք գործենք։ Ես երբ որ ասում եմ գործ, ես նկատում եմ լուրջ գործ, լուրջ մարդկանց համար, ոչ թե կարճաթև ինչ որ պորտքում, ոչ թե չգիտեմ, sense միանգամյա գործողություն, այլ գործ, այսինքն կազմակերպված, հետևողական, մտածված, սթափ, բանական եւ ստեղծագործ եւ տրամադրված շատ երկար, տևական, չընկճվելու պայմանով պայքարի եւ ելի եմ ասում ստեղծագործության։ Այսա ես նկատի ունեմ գործ։ Գործը դա է։ Ինքը պետք է լինի մտածված, ինքը պետք է լինի կազմակերպված, ինքը պետք է լինի հետևողական եւ ինքը պետք է լինի նաեւ ստեղծագործ, այսինքն հաճույք պատճառով նաեւ։ Գիտեք, որ մենք մարտական եղբայրությունը նախաձեռնել ենք եւ հիմա ստեղծում ենք ազգային հեղափոխություն կուսակցությունը։ Բոլորը չեք սիրում այդ բառը, կուսակցություն բառը, ես դա գիտեմ։ Ես էլ ահա որ չեմ սիրել եւ չեմ սիրում այդ բառը։ Եվ նաեւ դրա պատճառով ես էլ, մենք էլ մարտական եղբայրությամբ այսքան ժամանակ խուսափել ենք այդ բառից։ Բայց կա օրենք, Հայաստանի Հանրապետության օրենք, օրենքը պահանջում է, որ եթե դու քաղաքական նպատակներ ես հետապնդում, կա միայն մեկ օրենքով ընդունելի ֆորմատ։ Այդ ֆորմատը կուսակցությունն է։ Հիմա անունը մեզ դուր է գալիս, դուր չի գալիս, դա է։ Ի վերջո եկեք անունները մոռանանք, անվան հարցը չի այստեղ։ Այդ գործի հարցն է, էության հարցն է։ Եվ եթե մենք խնդիրներ ենք այսօր ուզում լուծել, այլ տարբերակ մարդկությունը չի հորինել, բացի քաղաքական տարբերակից, քաղաքական տարբերակով են լուծվում պետությունների եւ ազգերի խնդիրները։ Ուրեմն մեզ պետք է քաղաքական ուժ, անունը թող լինի կուսակցություն, որքան էլ այդ բառը մեզ դուր չգա։ Գիտեմ նաեւ, որ շատերը հեղափոխություն բառից էլ եք խորշում, որտեղ ունեք նաեւ շատ հասկանալի պատճառներով, շատ տխուր փորձ ունեք բոլորդ այդ հեղափոխություն բառի հետ, եթե վերհիշենք 6 տարի առաջ տեղի ունեցածը, հիասթափված եք, ասում եք եւս մեկ հեղափոխություն, բայց նախ դա հեղափոխություն չի եղել, այն ինչ որ եղել է, դա եղել է խաբեություն,
չնայած ժողովուրդը մասնակցել է ամենաարդար մղումներով, բայց դա եղել է խաբեություն, եւ երկրորդ մեր երկրին այսօր օբյեկտիվորեն պետք է հենց հեղափոխություն, այսինքն արմատական եւ համակարգային փոփոխություն ոլորտ առ ոլորտ, սա է հեղափոխությունը, ոչ թե հեղաշրջումն է հեղափոխությունը, ոչ թե մեկ անձին անձով փոխարինելն է հեղափոխությունը, հեղափոխությունը այդ հետևողական եւ արմատական փոփոխություն, որտեղ առանց արմատական փոփոխություն, եթե զուտ կոսմետիկ փոփոխությունները մեկը պատկերացնում, հաստատ մեր երկիրը մենք դուրս չենք անի այս վիճակից։ Դրա համար մենք ասում ենք հեղափոխություն, այո, եւ ասում ենք ազգային հեղափոխություն, որտեղ ազգային նպատակներ ենք դնում, համազգային նպատակներ ենք դնում։ Դուք գիտեք, որ մենք նոր չենք ստեղծվել, մարտական եղբայրություն նոր չի ստեղծվել, 4 տարի մենք գոյություն ունենք, եւ 4 տարվա մեջ լավ թե վատ մենք մի բանի գոնե կարծում եմ հասել ենք, մենք ստեղծել ենք կազմակերպություն, որը ռեգուլար աշխատում է եւ ռեգուլար պրոդուկտ է տալիս իր ուժերի ներածին չափով։ Եվ մենք չենք ստեղծել ակումբ, որտեղ մարդիկ հավաքվում են ուղակի կոֆե են խմում, կոֆել են խմում, բայց միայն դրանով չենք զբաղված, եւ մենք քաղաքական գործունեությունը երբեք չենք պատկերացել մի տաղավարից մյուս տաղավար տրճիկ տալով, հարցազրույց տալով անվերջ։ Մենք պատկերացել ենք նաեւ այն իմ ասած ռեգուլար աշխատանքը եւ ռեգուլար սեփական պրոդուկտ տալը։ Գիտեք նաեւ, որ մենք իրական այլընտրանք ենք առաջարկում, ոչ թե ասում ենք այլընտրանք պետք է լինի, այլ իրական այլընտրանք ենք առաջարկում եւ մենք չենք վախենում եւ չենք վարանում եւ չենք խափում մեր ժողովրդին։ Մենք ասում ենք, որ այո, մեր ժողովրդին սպասվում է պայքար հանուն իր անկախության, պայքարի տարիներ են սպասվում, մենք չենք ուզում ինչ-որ մեկին դուր գալ, այլ մենք ասում ենք ճշմարտությունը եւ մենք պետք է պատրաստվենք այդ պայքարի եւ դրանից բխում է մեր մնացած այլընտրանքային առաջարկներ, ռեալ այլընտրանքային այսօրվա քաղաքական կուրսի, այլ ոչ թե պարզապես բառեր ենք տեղերով փոխում կամ խոսքեր ենք խոսում կամ հեքիաթներ ենք պատմում։ Բայց սրա հետ մեկտեղ մենք կործանում չենք գուժում, մենք վախեր չենք սերմանում, հակառակը մենք ասում ենք կարգախոսը այսօր պետք է լինի մեր ժողովրդի համար հաղթանակ եւ վերելք, ոչ թե յոլատանել, ոչ թե գոյատևել, ոչ թե մի կերպ ինչ որ ձևի հարմարվել, ոչ։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորից ինքն իրեն ուժեղ զգա, նորից ինքն իրեն վերգտնի եւ այդ նպատակները իր առաջ տնի, վերելքի եւ հաղթանակի նպատակներ։ Ոչ թե մի կողմից ամեն օր կործանում գուժի, չգիտեմ ինչ գուժի, իսկ մյուս կողմից ինքնախաբեությամբ զբաղվի, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի մարտահրավերներ չկան, ոչ մի վտանգներ չկան եւ մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան։ Երբ որ ամբողջ աշխարհը մտնում է պայքարի դարաշրջան, մենք էլ պետք է ամբողջ աշխարհի հետ պատկերացնենք, որ մտնում ենք պայքարի դարաշրջան։ Ինչ որ մենք ստեղծում ենք այդ քաղաքական ուժը։ Ես մեր համաժողովին էլ մարտական եղբայրության շեշտել եմ։ Մենք չենք ստեղծում մի ընտրական ցիկլի համար։ Դրա համար ես նույնիսկ ճկույտս չեմ շարժի նման նպատակի համար։ Ոչ էլ ստեղծում ենք հետագայում ինչ որ անգաղափարական անիմաստ դաշինքներ ստեղծելու համար, հանուն, այսպես ասած, դաշինք անվան։ Եվ այդ արևելյան բազարի տրամաբանությամբ իբր պրակտիկ ոչ։ Մենք գաղափարական ուժ ենք ստեղծում, մի անգամ ենք ստեղծում ենք տարիների համար, տասնամյակների համար, եթե կուզեք նույնիսկ դարերի համար, հայկական քաղաքական ուժ, ոչ թե երկրորդ ուժ, ոչ թե երրորդ ուժ, ինչպես սիրում են հիմա ասել, ոչ, առաջին ուժ, առաջին հայկական քաղաքական ուժ, չեմ ասում վերջին, բայց առաջին, այսօրվա քաղաքական դաշտում առաջին, հենց հայկական, ոչ թե ինչ որ մի արտաքին հովանավորություն փնտրող, այլ հայկական քաղաքական ուժ, եւ սա պատմական գործ է, ոչ թե 1 տարվա գործ է, 2 տարվա գործ է, մենք ինչ որ այսօր սկսում ենք, մեր սերունդները պետք է շարունակեն։ Եվ մենք շարունակում ենք այն ինչ որ հայերի սերունդները մինչև մեզ արել են, մենք այդ պատմական շղթայի մաս ենք, մեզ ուզում զգալ։ Եվ ով որ մեր հետ այսօր մասնակցի այդ գործի, նա պատմական գործի է մասնակցելու, պատմությանն է մասնակցելու, պատմության մեջ է մնալու։ Այսպիսի գործի համար հաստատ արժի ամեն ինչ տալ։ Լավ, շատերը հիմա կասեք մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, ձեզանից էլ շատ գիտենք, ձեզանից էլ շուտ գիտենք, ես ընդունում եմ, ինձանից էլ լավ նույնիսկ կարող եք բացատրել։ Բայց բացատրելը չի այսօր հարցը։ Այսօր անհատական պատասխանատվության պահն է, անհատական պատասխանատվության։ Եթե իհարկե լուրջ ենք խոսում։ Եթե բոլորդ, ես գիտեմ, որ բոլորդ կարող եք ունենալ շատ լուրջ պատճառներ, մեզ քաչալերելու, չգիտեմ, ասել ինչ լավ գործ եք անում, ապրեք, բայց չմասնակցեք, ընդդուք մինչև չանդամագրվեք, հավերժ կմնանք բողոքողի, դժգոհողի եւ ոչինչ չորոշողի կարգավիճակում։ Իրոք հավատացեք,
ահռելի գործ կա անելու, որտեվ այն ինչ որ մենք ստեղծում ենք, ես էլ եմ ասում, քաղաքացիների քաղաքական ուժ է, ոչ թե ինչ որ մեկի պրոյեկտն է, ոչ թե ինչ որ բարիք է, ռուչ գիտեմ, հովանու ներքո է, ոչ թե արտաքին ուժերի հովանու ներքո է, քաղաքացիներն է։ Իսկ եթե քաղաքացիներին է նշանակում է, որ յուրաքանչյուրի մասնակցությունը իր չափով եւ պատասխանատվություն վերցնելը, էլի իր չափով, մեկը մեծ, մեկը միջին, մեկը փոքր, կարևոր չի, անկարևոր բան դարբեր չկա, դետալ չկա այս գործում։ Ամեն ինչն էլ կարևոր է։ Մասնագիտական մասնակցությունն է կարևոր։ Պարտադիր չի դուք մտածեք, որ դուք քաղաքական գործիչ պետք է լինեք։ Մենք էլ քաղաքական գործիչ չենք։ Ես էլ ճիշտ է որ ասեմ քաղաքական գործիչ, բառից բուն իմաստով ինչ չեմ համարում։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, ես մասնագիտությամբ պատմաբան եմ, ունեմ 1000 ու մի հետաքրքրություն։ Պարզապես ես հասկանում եմ, որ այսօր այլ կերպ ապրել հնարավոր չի, եթե երկիրը այս վիճակում։ Եվ վստահ եմ շատերը այդպես մտածում։ Բայց միգուցե մտածում եք, որ դե մենք չենք կարող, մենք չգիտեմ, գործիչ չենք, մենք չենք հասկանում, ոչ, ահռելի էլ եմ ասում, գործ կա անելու, շատ գործ կա անելու, եւ յուրաքանչյուրի մասնակցությունը կարեւոր է այստեղ։ Եվ այսօր մենք նույնիսկ ցանկ ենք կազմում գործերի, կարիքների, որոնք պետք է արվեն, ոչ թե մեզ համար, այլ երկրի համար, որովհետեւ մենք իսկական հայկական քաղաքական ուժ ստեղծենք, որտեղ դա լրջագույն բան է։ Մենք մեր գլխից վեր բան ենք վերցնում ու լավ ենք անում, գիտակցված ենք անում դա։ Մենք հեշտ գործերի համար այստեղ չենք հավաքվել եւ վստահ եմ, որ մեր նման մարդիկ կան Հայաստանում, որոնք հասկանում են, որ լուրջ գործը լուրջ ջանք է պահանջում, բայց նաեւ ես էլ եմ ասում, մասնակցության շատ տարբեր ձևեր կան այդ ցուցակում, սկսած, չգիտեմ, ամենատարբեր մասնագիտական խորհրդակցության, մասնակցության, չգիտեմ, աջակցության կարիքը ունենք, վերջացած ամեն ինչով, իրոք, որովհետև այս գործի մեջ ամեն ինչ կա, ամեն ինչ մտնում է։ Եվ իդեպ, այսօր մենք չենք խոսում միլիոնների մասին, չենք խոսում 100,000-ների մասին, տասնյակ հազարների մասին, նույնիսկ հազարների մասին։ Ես վստահ եմ, որ մի քանի 100 մարդ, միայն թե մի պայմանով, որ իսկականից կազմակերպվի, իսկականից գործին կպնի, իսկականից մասնակցի, իսկ այդ մի քանի 100 մարդը հաստատ Հայաստանում կա, ցանկացած երկրում կա։ Մենք X պահից, ինչ որ պահից ոչ շատ հեռավոր կունենանք լրիվ այլ երկիր եւ համենայն դեպս մոտակա շրջանում մենք իրավիճակ կփոխենք, մթնոլորտ կփոխենք այս երկրում։ Մի քանի 100 մարդ ինքնակազմակերպելով եւ գործին գտնելով։ Եվ մենք ստեղծում ենք քաղաքական ուժ, սա էլ ասեմ, որը ապագայում առաջնորդելու է մեր երկիրը այդ հաղթանակի եւ վերելքի կարգախոսներով։ Ես բոլորից սպասում եմ մարտական եղբայրության գրասենյակում, զանգեք, չգիտեմ, այլ ձևերով պայմանավորվեք, եկեք, զրուցենք, իմ հետ կզրուցեք, իմ ընկերները այստեղ կլինեն, այստեղ գրեթե միշտ մարդ կա։ Զրուցենք, հասկանանք իրար եւ կոնկրետ գործերի մասին պայմանավորվենք ամեն մեկիդ հետ, ով, ինչով, ինչքանով կարող է մասնակցել։ Մասնակցությունը վճռորոշ է այս գործում։ Շնորհակալություն, ես ձեզ սպասում եմ, իրոք կհանդիպենք։